ԵԱՏՄ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից օպերատորները հատուկ այս կադրերն են ֆիքսել. Պուտին Մհեր Գրիգորյան ձեռք սեղմումը, երբ Պուտինն է մոտենում Մհեր Գրիգորյանին։ Վերջին շրջանում հայ-ռուսական լարվածության ֆոնին սպասվում էր, որ հենց այս միջավայրում հայկական կողմը կբարձրացնի Ռուսաստանի կողմից Հայաստանի տնտեսական տարբեր ոլորտներին ուղղված ռուսական ճնշումներին, սպառնալիքներին վերաբերող հարցերը։ Սակայն փոխվարչապետ Գրիգորյանն իր բնավորությանը համապատասխան այստեղ էլ համեստ գտնվեց ու հանգիստ տոնով հայտարարեց, թե Հայաստանն այսուհետև եւս մտադիր է բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործունեության եւ ԵԱՏՄ պետությունների բոլոր անդամների ազգային շահերը հաշվի առնելու հիման վրա։ Հայաստանը մեկ անգամ չէ, որ հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխշահավետ համագործակցության հանձնառությունը, իշահ մեր երկրների եւ ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանի տնտեսական կայունության եւ տնտեսական զարգացման ապահովման։ Հայաստանը բարեխղճորեն պատրաստ է համագործակցել ԵԱՏՄ-ի հետ։ И далее добросовестно участвовать в работе Союза. Հայաստանին այս պահին պետք չէ ավելի կոշտացնել այդ խոսակցությունները։ Հայաստանի իշխանություններին ավելի ձեռնտու է նախընտրական այս փուլում հակառակը հարցը այնպես ներկայացնել, ասես ամեն ինչ նորմալ է, այդ ճնշումները ժամանակավոր են, ամեն ինչ կկարգավորվի։ Դրա համար էլ կարիք չկար Հայաստանի իշխանությունների տեսանկյունից նախընտրական տրամաբանության մեջ այդ հարցը բարձրացնել։ Իսկ ահա Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում մտքերի կարճատև փոխանակում են ունեցել, այդ թվում Հայաստանի վերաբերյալ։ Կարծիքների կարճ փոխանակում է տեղի ունեցել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել, պարզապես ժամանակ չի եղել։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրատվամիջոցներին հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում եւ հայտարարություն են ընդունել։ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությունը փոխանցվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Ըստ հայտարարության Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի առաջնորդները կոչ են անում Հայաստանում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ Ուշակովը հստակեցրել է, որ հայկական կողմը չի դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին հանդիպման համար։ Առանձին քննարկում նախատեսված չէր եւ հարցում նույնպես չի եղել։ Հայաստանը Եվրամիության հետ հարաբերությունների խորացմանը զուգընթաց վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ պետք է դա չանի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Խնդիրը այնքան ԵԱՏՄ-ն չէ, որովհետև այնտեղից Հայաստանին բռնդելու մեխանիզմներ կարծես թե չկան, այլ եթե Ռուսաստանը մտադիր լինի հետագայում այդ ճնշումները ուժեղացնել, ապա այն մեխանիզմներ կգտնի։ Առաջին հերթին հայ-ռուսական երկկողմ հարաբերություններում նրանք բազմաթիվ այլ լծակներ ունեն եւ օրինակ Ռուսաստանի նախագահի խոսնակը գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցը ուղղորդեց դեպի Գազպրոմ։ Ըստ վերլուծաբանների, ԵԱՏՄ-ում խնդիրները լուծվում են կոնսենսուսով, ինչն այս պահին չկա այդ կառույցում։ Բացի այդ, կարծիք կա, որ Ղազախստանը դեմ կլինի Հայաստանին ԵԱՏՄ-ից վտարելուն, քանի որ Ղազախստանը ԵԱՏՄ-ից բացի այլ շահեր ունի Հարավային Կովկասում։ Այդ երկիրը Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում Միջանցքի հիմնական շահառուներից մեկն է։ Եվ օրինակ նախագահ Տոկաևը այս բարդ իրավիճակում չէր ցանկանա, որ Հայաստանի նկատմամբ ճնշումները վտանգեին այդ նախագծերը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։